ովքեր են մասնակցում ու շահում պետական գնումները Ժողովրդյան, հաճախ մեկ անձից, ԿՊԱ-կան падգամավորների ընտանիքի անդամներ, նախարարների ընտանիքի անդամներ, ավագանիներ, նրանց ընտանիքի անդամներ, քաղաքապետի բարեկամ, քեռի, քաղաքապետի սկեսուր, ամուսին, եղբայրներ եւ այլն։ Այս պահին կարող եմ տալ մոտավորապես 170 անուն, ժամանակը թույլ չի տալիս անվանական նշելու, մի օր կանդրադառնամ անպայման, թե ինչպես են հեղափոխական ուսապարկերն ու ազգուտակը հանկարծ դարձել խոշոր ու արտոնյալ բիզնեսմեններ։ Մատը դրեք ցանկացած պետական հիմնարկի վրա։ ԿՊԱ-կանների հարազատներն են, բարեկամները, ազգուտակը, դուք գումար եք ծախսել, կրթվել եք, դարձել եք մասնագետ, բայց աշխատում եք ուրիշ ոլորտում, ուր պատահի, ոչ ձեր մասնագիտությամբ, որովհետև թերի կրթություն ունեցող, իսկ շատ դեպքերում էլ բարձրագույն կրթություն չունեցող շատ ԿՊԱ-կաններ ու նրանց հարազատները լցվել են պետական կառավարման համակարգ, վարչապետից մինչև падգամավոր ու պոակի պետ։ Արդեն ԿՊԱ-կան իշխանությունը պահանջում է իր ԽԾԲ-ին տեղավորել տարբեր խոշոր մասնավոր հիմնարկներում, հեծ, հանքեր եւ այլն։ ԽԾԲ համակարգը հասցրել են սրանք կատարելության, ու այստեղ այնքան անուններ կան, որ վստահեցնում եմ 10 հաղորդում էլ կարդամ վերջ չունի։ Նախարարությունում ու պոակներում ժողով են անում, նայում ես նույն ընտանիքի անդամներն ու բարեկամները նստած այդ սեղանի շուրջ։